Հենց հիմա, երբ դու կարդում ես այս տողերը, քո ուղեղում ակտիվանում է 86 միլիարդ նեյրոն, ստեղծելով այնպիսի բարդ մոդելներ, որ մենք նոր սկսում ենք հասկանալ, թե ինչպես են ծնվում մտքերը, հիշողությունները եւ ինքնագիտակցությունը։ Բայց ամենաապշեցուցիչն այն չէ։ Քո ուղեղի յուրաքանչյուր նեյրոնի համար ժամանակը հոսում է տարբեր արագությամբ։ Քո գլխի գագաթին գտնվող բջիջները ծերանում են մի փոքրիկ մասնիկով ավելի արագ, քան քո ոտքերի մոտ գտնվողները։ Տարբերությունը անչափ փոքր է, միայն մի քանի միլիարդերորդ վայրկյան կյանքի ընթացքում, բայց այն իրական է, ֆիզիկապես չափելի է։ Այժմ պատկերացրու, որ այդ տարբերությունը ոչ թե անհայտ է, այլ այնքան մեծ, որ փոխում է քո կյանքը։ Պատրաստ ես հասկանալու, որ ժամանակը, որին դու վստահում էի որպես հաստատուն, իրականում տարածության ամենաճկուն եւ անկախատեսելի երևույթն է։ Երբ Ալբերտ Այնշտայնը 1905 թվականին հրատարակեց հարաբերականության սպեցիալ տեսությունը, ֆիզիկոսների մեծամասնությունը համարեց դա մաթեմատիկական խաղ։ Նրանք չէին կարծում, որ այդ տեսությունը կարող է ունենալ իրական հետևանքներ առօրյա կյանքի համար։ Բայց արդեն 20 տարի անց, երբ ստեղծվեցին առաջին ճշգրիտ ատոմային ժամացույցները, գիտնականները սկսեցին նկատել տարօրինակ երևույթներ։ Ժամացույցները, որոնք տեղակայված էին տարբեր բարձրություններում, ցույց էին տալիս տարբեր ժամանակ։ Ոչ թե քանի որ դրանք անճշգրիտ էին, այլ քանի որ ժամանակն իսկապես հոսում է տարբեր արագությամբ, տարբեր վայրերում։ 1971 թվականին Ջոզեֆ Հաֆելեն եւ Ռիչարդ Քիտինգը իրականացրեցին փորձ, որը ընդմիշտ փոխեց մեր պատկերացումները ժամանակի մասին։ Նրանք տեղադրեցին ամենաճշգրիտ ատոմային ժամացույցները առևտրային ինքնաթիռներում եւ թռիչք կատարեցին երկրի շուրջը միաժամանակ արևելք եւ արևմուտք։ Երբ ինքնաթիռները վերադարձան, գիտնականները համեմատեցին թռչող ժամացույցները հողի վրա մնացած ժամացույցների հետ։ Արդյունքը սարսափելի էր։ Արևելք թռչող ժամացույցները հետ էին մնում 159 նանովայրկյանով։ Արևմուտք թռչողները առաջ էին 255 նանովայրկյանով։ Այս մինչև միջուկի ճշտությամբ չափված տարբերությունը հաստատեց, ժամանակը իսկապես դանդաղում է, երբ շարժվում ես, եւ արագանում է, երբ բարձրանում ես վեր։ Դու կարող ես մտածել, նանովայրկյաններ, ինչ նշանակություն ունի դա։ Բայց հիմա ուշադրություն դարձրու քո գրպանում գտնվող սմարթֆոնին։ Այդ փոքրիկ սարքը յուրաքանչյուր վայրկյան հաղորդակցվում է որսիչ GPS արբանյակների հետ, որոնք պտտվում են 20,000 կիլոմետր բարձրությամբ։ Քանի որ այդ արբանյակները գտնվում են ավելի բարձր, որտեղ ձգողականությունը ավելի թույլ է, նրանց ատոմային ժամացույցները ավելի արագ են գնում, քան երկրի վրայի ժամացույցները։ Տարբերությունը կազմում է 44 միկրովայրկյան։ Եթե ինժեներները չլուծեին այս խնդիրը, GPS-ը սխալ կտար 11 կիլոմետր/օրական։ Յուրաքանչյուր անգամ, երբ դու օգտագործում ես քարտեզները քո հեռախոսում, դու օգտվում ես Այնշտայնի հարաբերականության տեսությունից։ Առանց դրա դու կորած կլինես քո սեփական քաղաքում։ Այժմ սա է իսկապես տարօրինակ մասը։ Գիտես, որ երբ դու կանգնած ես լեռան գագաթին, դու ծերանում ես ավելի արագ, քան երբ գտնվում ես ծովի մակարդակում։ Ժամանակն իսկապես հոսում է ավելի արագ, երբ գտնվում ես ավելի բարձր։ 2 մետր բարձրությունը բավական է, որպեսզի ժամանակը հոսի 10 նանովայրկյանով ավելի արագ օրական։ Եթե դու ապրես ցմահ 80-րդ հարկում, կապրես մոտավորապես 10 միկրովայրկյանով ավելի երկար, քան նույն տունի առաջին հարկում բնակվողը։ Միայն 10 միկրովայրկյան ողջ կյանքի ընթացքում։ Սակայն դա ճշմարիտ է։ 10-րդ հարկում բնակվող մարդը ապրում է ընդամենը 7 միկրովայրկյանով ավելի երկար, քան առաջին հարկում գտնվողը։ Ինչու է սա տեղի ունենում։ Պատասխանը կապված է ձգողականության եւ տարածության բնույթի հետ։ Այնշտայնը հասկացավ, որ ժամանակը եւ տարածությունը չեն այն ամուր շրջանակները, որոնց մեջ տիեզերքը գոյություն ունի։ Դրանք բուն տիեզերքի մասն են։ Ձգողականությունը ծռում է տարածությունը, իսկ ծռված տարածությունը դանդաղեցնում է ժամանակը։ Երկրի կենտրոնին ավելի մոտ գտնվելը նշանակում է ավելի ուժեղ ձգողականության դաշտում լինել։ Իսկ ավելի ուժեղ ձգողականությունը դանդաղեցնում է ժամանակի հոսքը։ Սա ոչ թե փիլիսոփայություն է, սա չափելի ֆիզիկա է։ 2010 թվականին Ազգային ստանդարտների եւ տեխնոլոգիայի ինստիտուտում, Կոլորադոյի Բոլդեր քաղաքում, ֆիզիկոս Ջեյմս Չին Ուեն Չուն եւ նրա թիմը ստեղծեցին ամենաճշգրիտ ատոմային ժամացույցները պատմության մեջ։ Այդ ժամացույցները կարող էին չափել ժամանակը այնպիսի ճշգրտությամբ, որ մեկ սխալ կթույլ տային միայն 17 միլիարդ տարում։ Սա երկրորդ անգամ ավելի երկար է, քան տիեզերքի տարիքը։ Օգտագործելով այդ սարքերը, նրանք հաստատեցին, որ ժամանակը դանդաղում է նույնիսկ 37 սանտիմետր տարբերությամբ։ Տեղադրեք ժամացույցը ձեր գլխի մակարդակին եւ մեկը ձեր ոտքերի մակարդակին, եւ դուք կնկատեք տարբերություն։
Քո գլուխը ապրում է մի փոքր ապագայում համեմատած քո ոտքերի հետ։ Բայց ինչու մենք չենք զգում այս տարբերությունը։ Ինչու մենք չենք նկատում, որ մեր գլուխը ծերանում է ավելի արագ, քան մեր ոտքերը։ Պատասխանը պարզ է, քանի որ տարբերությունը չափազանց փոքր է մեր զգայարանների համար։ Մարդկային ճանաչողությունը չի կարող տարբերել նանովարկյանները։ Մենք ձևավորվել ենք այնպիսի աշխարհում, որտեղ այս էֆեկտները անտեսելի են, բայց դա չի նշանակում, որ դրանք գոյություն չունեն։ Ատոմները քո մարմնում, էլեկտրոնները քո նեյրոններում, բոլորը ենթարկվում են այդ օրենքներին։ Դու ապրում ես տիեզերքում, որտեղ ժամանակը ճկուն է, գունեղ է եւ անընդհատ փոխվող։ Պատկերացրու մի հանգամ ավելի տարօրինակ բան։ Եթե դու շարժվես բավականաչափ արագ, ժամանակը քո համար իսկապես կդանդաղի։ Սա կոչվում է ժամանակի դիլացիա, եւ դա հարաբերականության տեսության առանցքային կանխատեսումներից է։ Երևակայիր, որ դու նստել ես տիեզերանավում, որը ճանապարհորդում է լույսի արագության 99%-ով։ Քո համար ժամանակը կընթանա նորմալ կերպով, բայց երկրի վրա, քո ընկերների համար, քո ողջ ճանապարհորդությունը կտևի երկար տարիներ։ Երբ դու վերադառնաս 1 տարվա ճանապարհորդությունից, երկրի վրա կանցել է 2 տարի։ Քո երկվյակ եղբայրը, ով մնաց տանը, այժմ 1 տարով ավելի տարեց է, քան դու։ Սա ոչ թե գիտական ֆանտաստիկա է, սա փաստ է, որը հաստատվել է հազարավոր գիտական փորձերով։ 2002 թվականին ֆիզիկոսներ Քլաուս Լեդերերից եւ Գյունտեր Նիմցից օգտագործեցին միմիոններ, տարական մասնիկներ, որոնք ստեղծվում են, երբ տիեզերական ճառագայթները բախվում են մթնոլորտին։ Միմիոնները ապրում են միայն 2 միկրովայրկյան։ Այսպիսով, նույնիսկ եթե նրանք ճանապարհորդեն լույսի արագությամբ, նրանք պետք է քայքայվեն 600 մետրից հետո։ Բայց մենք նկատում ենք միմիոններ երկրի մակերևույթին։ Ինչու՞։ Քանի որ նրանք շարժվում են այնքան արագ 98% լույսի արագության, որ նրանց համար ժամանակը դանդաղում է։ Նրանց սեփական ժամանակաչափով նրանք ապրում են միայն 2 միկրովայրկյան։ Բայց մեր ժամանակաչափով այդ 2 միկրովայրկյանը երկարում է մինչև 37 միկրովայրկյան։ Բավական երկար, որպեսզի հասնեն երկրին։ Այժմ հարցը, որին դու պետք է պատասխանես, եթե ժամանակը կարող է դանդաղել, հաճախել, ծռվել եւ փոխվել, կախված նրանից, թե որտեղ ես եւ որքան արագ ես շարժվում, ապա արդյոք գոյություն ունի բացարձակ հիմա։ Արդյոք գոյություն ունի մի պահ, որը միևնույն է ամբողջ տիեզերքում, թե յուրաքանչյուր մարդ ապրում է իր սեփական ժամանակի հոսքում, որը տարբեր է մյուսներից։ Դրա պատասխանը քեզ շշմեցնելու է։ Բայց նախքան խորանալը ժամանակի եւ տիեզերքի խորքերում, եկեք վերադառնանք մի բանի, որը մենք բոլորս ճանաչում ենք՝ քո մարմինը։ Այդ փոքրիկ տիեզերքը, որը դու կոչում ես ես։ Քո մարմինը կազմված է մոտավորապես 37 տրիլիոն բջիջներից։ Յուրաքանչյուր բջիջ պարունակում է մոտավորապես 1 տրիլիոն ատոմ։ Որպեսզի հասկանաս, թե որքան ատոմ կա քո մեջ, պատկերացրու հետևյալը։ Եթե յուրաքանչյուր ատոմ քո մարմնում լիներ մարգարտի չափ, եւ դու դրանք կդասավորեիր մի գծի մեջ, այդ գիծը կերկարեր 300 միլիոն լույսի տարի։ Սա 10 անգամ ավելի մեծ է, քան մեր գալակտիկայի տրամագիծը։ Այս ատոմները ստեղծված չեն բամի շուկան գնալիս։ Նրանք չեն հայտնվել պարզապես քո մայրիկի ամորձուց։ Յուրաքանչյուր ածխածնի ատոմ, յուրաքանչյուր թթվածնի ատոմ, յուրաքանչյուր երկաթի ատոմ քո արյան մեջ ստեղծված է աստղերի միջուկներում։ Եթե դու հայտնի ֆիզիկոս Կարլ Սեյգանի խոսքերը հիշում ես, նա ասում էր. մենք աստղային փոշի ենք։ Բայց դա ավելի նշանակալից է, քան պարզապես գեղեցիկ բառարվեստ։ Դա տառացի ճշմարտություն է։ 13 միլիարդ 800 միլիոն տարի առաջ տեղի ունեցավ մեծ պայթյունը։ Այդ պահին տիեզերքը չուներ ատոմներ։ Կային միայն քվարկներ, գլիոններ եւ մյուս տարական մասնիկները, որոնք լողում էին անհավատալի տաք ուժի պլազմայում։ Ջերմաստիճանը կազմում էր տրիլիոն աստիճան։ Երբ տիեզերքը սկսեց ընդլայնվել եւ սառչել, մասնիկները միավորվեցին եւ ստեղծեցին պրոտոններ եւ նեյտրոններ։ 3 րոպե անց կարողացան ստեղծվել առաջին միջուկները՝ ջրածնի եւ հելիումի։ Այս 2 տարրերը կազմում են տիեզերքի նյութի 98%-ը։ Բայց մյուս տարրերը՝ ածխածինը, թթվածինը, ազոտը, ֆոսֆորը, երկաթը, որոնք անհրաժեշտ են կյանքի համար, չկային դեռևս։ Նրանք ստեղծվեցին հետո։ Աստղերի ներսում Երբ աստղը այրում է, նրա միջուկում տեղի են ունենում միջուկային ռեակցիաներ, որոնք միաձուլում են թեթև տարրերը ավելի ծանր տարրերի մի մեջ։ Ջրածինը դառնում է հելիում, հելիումը դառնում է առումը, դառնում է ածխածին, ածխածինը դառնում է թթվածին։ Այսպես շարունակվում է մինչև երկաթ։ Բայց երբ աստղը սպառում է իր վառելիքը եւ պայթում է սուպերնովա պայթյունով, դրա միջուկում ջերմաստիճանը եւ ճնշումը հասնում են այնպիսի արժեքների, որ ստեղծվում են բոլոր մյուս տարրերը պարբերական աղյուսակում։ Վում, ոսկին, արծաթը,
ուրանը, պլատինը, բոլորը ստեղծվել են աստղերի մահվան վերջին վայրկյաններում։ Իսկ հետո, երբ պայթյունի ալիքը տարածվում է տիեզերքում, այն մասնիկներով լցնում է միջաստղային տարածությունը։ Այդ մասնիկները հետո հավաքվում են նոր աստղերի մոլորակների և վերջապես ապրող էակների մեջ։ Դու կարող ես համարել քեզ պարզապես մի մարդ, որը ապրում է քաղաքում, բայց իրականում դու ես տիեզերական պատմության արդյունքը, որը տևել է 13 միլիարդ տարի։ Յուրաքանչյուր ատոմ քո մարմնում անցել է աստղերի միջուկներով, սուպերնովայի պայթյուններով, միջաստղային ամպերով, նախարևային դիսկերով, երկրի կազմավորումով, օվկիանոսների ստեղծումով, կենդանիների էվոլյուցիայով և վերջապես հասել է քեզ։ Քո ձախ ձեռքի ածխածնի ատոմը կարող էր մեկ ժամանակ լինել դինոզավրի մարմնում։ Քո աջ ձեռքի թթվածնի ատոմը կարող էր մեկ ժամանակ լինել օվկիանոսի ջրում, որը ծածկում էր Պանգեան, սուպերկոնտինենտը, որը գոյություն ուներ 200 միլիոն տարի առաջ։ Բայց հիմա հետաքրքիր մասը։ Այս ատոմները, որոնք կազմում են քո մարմինը, չեն մնում քեզ հետ միայն։ Դու շարունակաբար փոխանակում ես ատոմներ միջավայրի հետ։ Յուրաքանչյուր շունչ, որ դու վերցնում ես, բերում է մի քանի միլիարդ թթվածնի ատոմ։ Յուրաքանչյուր շունչ, որ դու արձակում ես, հեռացնում է մի քանի միլիարդ ածխաթթվի ատոմ։ Յուրաքանչյուր անգամ, երբ դու ուտում ես, դու ավելացնում ես նոր ատոմներ։ Յուրաքանչյուր անգամ, երբ դու քրտնում ես, մեզում ես, շնչում ես, դու կորցնում ես ատոմներ։ Գիտնականները հաշվարկել են, որ մարդկային մարմինը լիովին փոխում է իր ատոմների մեծամասնությունը 7-ից 10 տարում մեկ։ Սա նշանակում է, որ 7 տարի առաջ քո մարմինը գրեթե ամբողջությամբ տարբեր էր այն մարմնից, որ դու ունես հիմա։ Միակ բացառությունները նեյրոններն են, որոնք մնում են քեզ հետ ողջ կյանքի ընթացքում, և ատոմային միջուկները քո ատոմներում, որոնք չափազանց կայուն են։ Բայց մնացած ամեն ինչը, քո մաշկը, քո արյունը, քո մկանները, քո ոսկորները, բոլորը շարունակաբար թարմացվում են։ Սա նշանակում է, որ հիմա դու գրեթե ոչինչ չունես ընդհանուր ֆիզիկական առումով դրա հետ, ինչ դու էիր 10 տարի առաջ։ Եղել ես նույն անձը միայն քո հիշողությունների և քո գիտակցության շարունակականության շնորհիվ։ Բայց քո նյութական էությունը, այդ ատոմների հավաքածուն, որը դու անվանում ես իմ մարմին, անընդհատ փոխվում է։ Դու նման ես գետի, որը մնում է նույնը, մինչդեռ ջուրը, որ հոսում է նրանով, մշտապես փոխվում է։ Ապա ովքեր ենք մենք։ Եթե մենք շարունակաբար փոխում ենք մեր ատոմները, եթե 7 տարին մեկ մենք դառնում ենք լիովին տարբեր ֆիզիկական էություն, ինչով է մեր ինքնությունը պահպանվում։ Արդյոք մենք մեր ատոմներն ենք, թե մենք ինչ-որ բան ավելին ենք։ Արդյոք մենք մոդելն ենք, որով այդ ատոմները կազմակերպված են, թե մենք ինչ-որ այլ բան ենք, ինչ-որ բան, որ գոյություն ունի անկախ ատոմներից։ Այս հարցերը տանում են մեզ դեպի ավելի խորը փիլիսոփայական տարածք։ Բայց նախքան մենք գնանք այնտեղ, եկեք վերադառնանք ժամանակին։ Քանի որ եթե ատոմները քո մարմնում շարունակաբար փոխվում են, ապա արդյոք ժամանակը նրանց համար հոսում է միևնույն արագությամբ։ Պատասխանը՝ ոչ։ Յուրաքանչյուր ատոմ քո մարմնում ապրում է իր սեփական ժամանակի հոսքում։ Այժմ պատկերացրու ինչ-որ բան, որը ավելի մեծ է։ Քո սենյակը, քո տունը, քո քաղաքը։ Բոլոր այդ տեղերը կազմված են նույն ատոմներից, որոնք ստեղծվել են աստղերում։ Քո աթոռը, քո սեղանը, քո պատերը, բոլորը պարունակում են ածխածին, թթվածին, սիլիցիում, երկաթ։ Նույն տարրերը, որոնք կազմում են քեզ, տարբերությունը կայանում է միայն նրանում, թե ինչպես են այդ ատոմները կազմակերպված։ Քո քաղաքը, անկախ նրանից, թե որքան մեծ է, թվում է քեզ նշանակալի և իրական։ Բայց եկեք խաղանք մի փոքր խաղ։ Պատկերացրու, որ դու կարող ես վերելք կատարել երկրից։ Ոչ թե ինքնաթիռով, որն ուղևորում է քեզ 10 կիլոմետր բարձրություն, այլ տիեզերական տեսանկյունից։ Երևակայիր, որ դու հեռանում ես երկրի մակերեսից, եկ ու նայենք, թե ինչ է տեղի ունենում։ 10 կիլոմետր բարձրությամբ դու տեսնում ես ողջ քաղաքը մի տեսքից։ Փողոցները դառնում են գծեր, մարդիկ անհայտանում են։ 20 կիլոմետր բարձրությամբ ամբողջ շրջանը տեսանելի է։ 40 կիլոմետր բարձրությամբ դու տեսնում ես երկրի կորությունը։ Երկիր մոլորակը սկսում է երևալ որպես գունդ, ոչ թե հարթ մակերևույթ։ 200 կիլոմետր բարձրությամբ, այնտեղ որտեղ պտտվում են միջազգային տիեզերական կայարանը, դու տեսնում ես ողջ երկիրները մի տեսքից։ Քո ծննդյան քաղաքը այլևս չի տեսանում։ Քառորդ միլիոն կիլոմետր հեռավորությունից, լուսնի ուղեծրից, երկիրը թվում է փոքրիկ կապույտ մարգարտի նման, որը կախված է սև դատարկության մեջ։ 1000 անգամ ավելի հեռուից երկիրն արդեն տեսանելի չէ։ Դու տեսնում ես միայն արեգակը,
փայլուն աստղ, որը շրջապատված է փոքրիկ մարգարտներով, որոնք մենք կոչում ենք մոլորակներ։ Բայց նույնիսկ արեգակային համակարգը, որ մեզ թվում է հսկայական, իրականում անհամեմատելի փոքր է համեմատած տիեզերքի հետ։ Եթե մենք պատկերացնենք արեգակը բասկետբոլի գնդակի չափով, ապա երկիրը կլինի ավազի հատիկ, մոտավորապես 23 մետր հեռավորության վրա։ Մարսը կլինի մի փոքրինչ փոքր ավազի հատիկ, 35 մետր հեռավորության վրա։ Յուպիտերը կլինի փոքր խաղալիք գնդակի չափ, 119 մետր հեռավորության վրա։ Իսկ Նեպտունը, ամենահեռավոր մոլորակը, կլինի 6 կիլոմետր հեռավորության վրա։ Սա ողջ արեգակային համակարգն է, 6 կիլոմետր տրամագծով։ Իսկ այդ 6 կիլոմետրի տարածության մեծ մասը լիովին դատարկ է։ Ոչ մի մթնոլորտ, ոչ մի մասնիկ, ոչ մի ջերմություն, պարզապես դատարկություն։ Սառը, սև, անվերջ դատարկություն։ Այժմ հարցեք ինքներդ ձեզ, թե որքան մեծ պետք է լինի այդ մոդելը, որպեսզի ներառի ամենամոտ աստղը։ Պրոքսիմա Կենտավրին, մեր ամենամոտ հարևանը, գտնվում է 4,2 լույսի տարի հեռավորության վրա։ Եթե արեգակը բասկետբոլի գնդակի չափով է, ապա Պրոքսիման կլինի մեկ այլ բասկետբոլի գնդակ 6600 կիլոմետր հեռավորության վրա։ Սա ավելի մեծ հեռավորություն է, քան Երևանից Նյու Յորք եւ հետ։ Սա է տիեզերքի իրական տարածքը։ Հսկայական, անհասկանալի դատարկություն, որտեղ աստղերը կախված են որպես փոքրիկ ջահեր տարածության անհունության մեջ։ Դու գիտես, որ երբ դու նայում ես գիշերային երկնքին, դու տեսնում ես անցյալը։ Լույսը ճանապարհորդում է վերջանց արագությամբ, 300,000 կիլոմետր/վայրկյանում։ Սա ամենաարագ բանն է տիեզերքում։ Ոչինչ չի կարող շարժվել ավելի արագ։ Բայց նույնիսկ լույսի արագությամբ տիեզերական հեռավորությունները այնքան հսկայական են, որ լույսը տարիներ է պահանջում, որպեսզի անցնի մի կետից մյուսը։ Երբ դու նայում ես արեգակին, դու տեսնում ես նրան որպես, ինչպես որ նա է հիմա։ Ոչ, դու տեսնում ես նրան, ինչպես որ նա էր 8 րոպե եւ 19 վայրկյան առաջ։ Քանի որ լույսը, որ ճանապարհորդում է արեգակից դեպի երկիր, պահանջում է հենց այդքան ժամանակ։ Եթե արեգակը հանկարծ անհետանար, մենք չէինք իմանա մինչև 8 րոպե եւ 19 վայրկյանից հետո։ Երբ դու նայում ես Սիրիուսին, երկնքի ամենափայլուն աստղին, դու տեսնում ես նրան, ինչպես որ նա էր 8 տարի եւ 6 ամիս առաջ։ Երբ դու նայում ես Պոլարիսին, հյուսիսային աստղին, դու տեսնում ես նրան, ինչպես որ նա էր 435 տարի առաջ։ Լույսը, որ հիմա մտնում է քո աչքի մեջ, սկսել է իր ճանապարհորդությունը Պոլարիսից, երբ երկրի վրա Գալիլեո Գալիլեյը նոր էր սկսում իր աստղագիտական դիտարկումները տելեսկոպով։ Անդրոմեդայի գալակտիկան, մեր ամենամոտ հարևանը, գտնվում է 2,500,000 լույսի տարի հեռավորության վրա։ Երբ դու նայում ես Անդրոմեդային, դու տեսնում ես այն, ինչպես որ այն էր 2,500,000 տարի առաջ։ Այդ ժամանակ երկրի վրա նոր էին հայտնվել առաջին հոմո հաբիլիսները, մեր նախնիները, ովքեր սկսում էին օգտագործել քարե գործիքները։ Հետևաբար, երբ դու նայում ես տիեզերքին, դու տեսնում ես ժամանակի շերտեր։ Ամենամոտ աստղերը ցույց են տալիս անցյալը մի քանի տարի առաջ։ Ավելի հեռավոր աստղերը ցույց են տալիս անցյալը հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ։ Գալակտիկաները ցույց են տալիս անցյալը միլիոնավոր կամ նույնիսկ միլիարդավոր տարիներ առաջ։ Տիեզերքը մի հսկայական պատմական արխիվ է, որտեղ յուրաքանչյուր կետ պահպանում է տվյալ պահի պատկերը։ Եվ հիմա ամենաապշեցուցիչ բանը։ Եթե լույսը պահանջում է ժամանակ, որպեսզի ճանապարհորդի, ապա այլ մոլորակներից մեկում գտնվող որևէ էակ, որը նայում է մեր ուղղությամբ, տեսնում է երկիրը, ինչպես որ այն էր անցյալում։ Եթե նրանք գտնվում են 100 լույսի տարի հեռավորության վրա, նրանք տեսնում են երկիրը, ինչպես որ այն էր 1920 թվականներին։ Եթե նրանք գտնվում են 6000 լույսի տարի հեռավորության վրա, նրանք տեսնում են երկիրը, ինչպես որ այն էր, երբ եգիպտացիները կառուցում էին պիրամիդները։ Սա նշանակում է, որ հիման տարբեր է յուրաքանչյուր դիտորդի համար տիեզերքում։ Այն, ինչ դու համարում ես հիմա, տարբերվում է այն հիմայից, որը տեսնում է մեկը Անդրոմեդայում։ Ժամանակը ոչ թե միատարած մեծություն է, որը միևնույն է ամենուր, այն կախված է նրանից, թե որտեղ ես եւ որքան արագ ես շարժվում։ Դու կարծում ես, որ սա պարզապես տեսական քննարկում է, որը չունի իրական հետևանքներ, բայց ոչ, սա ունի ամենաանմիջական հետևանքներ մեր կյանքի համար։ Յուրաքանչյուր անգամ, երբ դու օգտագործում ես սմարթֆոն, երբ դու նավարկում ես քարտեզներով, երբ դու ստանում ես ժամանակի ճշգրիտ տեղեկություններ, դու օգտվում ես այս տեսությունից։ GPS համակարգը աշխատում է, քանի որ ինժեներները հաշվի են առնում ժամանակի հարաբերականությունը։ Արբանյակները, որոնք պտտվում են երկրի վերևում, շարժվում են մոտավորապես 4 կիլոմետր վայրկյանում։
Այդ արագությամբ ժամանակը նրանց համար դանդաղում է 7 միկրովայրկյանով օրական հարաբերականության սպեցիալ տեսության համաձայն։ Բայց նույն արբանյակները գտնվում են բարձր ուղեցրում, որտեղ ձգողականությունը ավելի թույլ է։ Սա նշանակում է, որ ժամանակը նրանց համար ավելի արագ է գնում 45 միկրովայրկյանով օրական հարաբերականության ընդհանուր տեսության համաձայն։ Համակցելով այս երկու էֆեկտները, արբանյակների ժամացույցները ավելի արագ են գնում 44 միկրովայրկյանով օրական, քան երկրի վրայի ժամացույցները։ Եթե այս տարբերությունը չուղղվեր, GPS համակարգը կթույլ տա 11 կիլոմետր սխալ օրական։ Մի քանի շաբաթ անց համակարգը կդառնար լիովին անօգտագործելի։ Այսպիսով, յուրաքանչյուր անգամ, երբ քո հեռախոսը ցույց է տալիս քո ճշգրիտ տեղադրությունը քարտեզի վրա, դա տեղի է ունենում, քանի որ մի խումբ ինժեներներ հաշվի են առել, որ ժամանակը տարբեր է արագությամբ հոսում երկրի վրա եւ տիեզերքում։ Հարաբերականության տեսությունը ոչ թե փիլիսոփայական հայեցակարգ է, այն գործնական գործիք է, որը մենք օգտագործում ենք ամեն օր։ Ապա արդյոք կան այլ ազդեցություններ, որոնք մենք չենք նկատում, բայց որոնք կարող են փոխել մեր ընկալումները իրականության մասին։ Պատասխանը՝ այո։ Եվ այդ ազդեցությունները շատ ավելի տարօրինակ են, քան ժամանակի դիլացիան։ Եկեք խոսենք ինչ-որ բանի մասին, որը կփոխի ձեր ողջ պատկերացումը իրականության մասին։ Քվանտային մեխանիկան։ Այս անունը հնչում է սարսափելի եւ բարդ, բայց ես խոստանում եմ բացատրել այն այնպես, որ դուք ոչ միայն կհասկանաք, այլև կապշեք։ 2002 թվականին ֆիզիկոս Ալեն Ասպե, Ջոն Կլաուզեր եւ Անտոն Ցայլինգերը ստացան Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում։ Նրանք մրցանակը ստացան այն փորձերի համար, որոնք հաստատեցին ամենատարօրինակ երևույթներից մեկը ամբողջ գիտության մեջ՝ քվանտային շուրջմակցումը։ Սա այն երևույթն է, երբ երկու մասնիկներ, որոնք մեկ անգամ փոխազդեցել են միմյանց հետ, մնում են կապված անկախ նրանից, թե որքան հեռու են իրարից։ Եթե դու չափես մեկի վիճակը, երկրորդն անմիջապես իմանում է այդ մասին եւ փոխում է իր վիճակը։ Անմիջապես, ոչ թե լույսի արագությամբ, ակնթարթորեն։ Այնշտայնը այս երևույթը անվանեց ուրվական հեռազանք։ Նա չէր հավատում, որ այն կարող է լինել իրական։ Նա կարծում էր, որ քվանտային մեխանիկան անամբողջական տեսություն է եւ որ պետք է գոյություն ունենան թաքնված փոփոխականներ, որոնք բացատրում են այս տարօրինակությունը։ Բայց նա սխալվեց։ Փորձերը ցույց տվեցին, որ քվանտային շուրջմակցումը իրական է։ Ահա թե ինչպես է այն աշխատում։ Պատկերացրու երկու էլեկտրոններ, որոնք ստեղծվել են նույն պրոցեսում եւ ունեն հակադիր սպիններ։ Սպինը մի տեսակ քվանտային հատկություն է, որը կարող ես պատկերացնել որպես պտտման ուղղություն, թեև իր մյուսն ունի սպին ներքև։ Բայց հիմա եկեք ամենաանհավատալի մասը։ Քվանտային մեխանիկայի համաձայն, մինչև դու չափես էլեկտրոնի սպինը, այն գտնվում է երկու վիճակների գերդրության մեջ՝ միաժամանակ վերև եւ ներքև։ Միայն երբ դու չափես, նա որոշում է լինել մեկը կամ մյուսը։ Իսկ հիմա ամենաանհասկանալի բանը։ Երբ դու չափես առաջին էլեկտրոնի սպինը եւ հայտնաբերես, որ այն վերև է, երկրորդ էլեկտրոնը, որը կարող է լինել 10 կիլոմետր հեռավորության վրա կամ 10 լույսի տարի հեռավորության վրա, ակնթարթորեն դառնում է ներքև։ Ինչպես է սա հնարավոր։ Ինչպես կարող է երկրորդ էլեկտրոնը իմանալ, որ դու չափեցիր առաջինը։ Պատասխանը՝ նրանք կապված են ոչ այն արդեն իմացած գործիքներով, ոչ էլեկտրոմագնիսական ալիքներով, ոչ նույնիսկ ձգողականության ալիքներով։ Նրանք կապված են ինչ-որ ավելի խորանալ առումով։ Նրանք մեկ միասնական համակարգ են, նույնիսկ երբ գտնվում են տարբեր կողմերում տիեզերքի։ 1964 թվականին Ջոն Բելը ձևակերպեց մաթեմատիկական ապացույց, որը հնարավորություն տվեց փորձարկել, արդյոք քվանտային շուրջմակցումը իրական է։ Բելի անհավասարումները ցույց տվեցին, որ եթե գոյություն ունեն թաքնված փոփոխականներ, ապա մասնիկների կորելացիան պետք է ունենա որոշակի սահման։ Բայց եթե քվանտային մեխանիկան ճիշտ է, կորելացիան պետք է լինի ավելի ուժեղ։ Երբ գիտնականները իրականացրին փորձերը, նրանք հայտնաբերեցին, որ կորելացիան իսկապես ավելի ուժեղ էր, քան թույլատրում էին Բելի անհավասարումները։ Այնշտայնի թաքնված փոփոխականները գոյություն չունեն։ Քվանտային շուրջմակցումը իրական է։ Մասնիկները կարող են լինել կապված այնպիսի կերպով, որը գերազանցում է տարածությունը եւ ժամանակը։ Դու հավանաբար մտածում ես. լավ է, սա հետաքրքիր է, բայց ինչպես է դա վերաբերում ինձ։ Ահա թե ինչպես։ Յուրաքանչյուր ատոմ քո մարմնում, յուրաքանչյուր էլեկտրոն քո նեյրոններում ենթարկվում է այս օրենքներին։ Հին, քո ուղեղը, որը ստեղծում է քո մտքերը եւ գիտակցությունը, աշխատում է էլեկտրոնների եւ օնների եւ իոնների շարժման միջոցով։ Եվ այդ էլեկտրոնները ապրում են քվանտային աշխարհում, որտեղ մասնիկները կարող են լինել միաժամանակ երկու վայրում, որտեղ դիտարկումը փոխում է իրականությունը, որտեղ ամեն ինչ կապված է ամեն ինչի հետ։
Մի քանի գիտնականներ, այդ թվում Նոբելյան մրցանակակիր Ռոջեր Փենրուզը, պնդում են, որ գիտակցությունը հնարավոր է, որ լինի քվանտային երևույթ։ Նրանք հավատում են, որ մարդու ուղեղում կան միկրոտուբուլներ, փոքրիկ կառուցվածքներ նեյրոններում, որոնք աշխատում են քվանտային մակարդակում։ Եթե սա ճիշտ է, ապա քո գիտակցությունը կարող է լինել կապված տիեզերքի հետ ավելի խորանալ կերպով, քան մենք երբևէ պատկերացրել ենք։ Իհարկե, սա դեռևս վիճարկելի տեսություն է։ Նեյրոգիտնականների մեծամասնությունը համարում է, որ ուղեղը չափազանց տաք եւ խոնավ է քվանտային էֆեկտների համար։ Բայց փաստն այն է, որ մենք դեռևս չգիտենք, թե ինչպես է գիտակցությունը առաջանում ուղեղի մեջ։ Ինչպես է էլեկտրոնների երի եւ նեյրոնների ակտիվությունը դառնում սուբյեկտիվ փորձը ապրելու։ Ինչպես է նյութը դառնում մտքեր, զգացմունքներ, գույներ, հնչյուններ։ Սա կոչվում է գիտակցության դժվար խնդիր։ Եվ մինչ այժմ ոչ ոք չունի բավարար պատասխան։ Իսկ հիմա, երբ մենք խոսեցինք քվանտային մեխանիկայի եւ գիտակցության մասին, եկեք անդրադառնանք ինչ-որ բանի, որի մասին գիտնականները հազվադեպ են խոսում հրապարակայնորեն։ Ձախողված փորձերը, հակասական տվյալները, այն բաները, որոնք չենք հասկանում, բայց չենք ուզում ընդունել։ 2017 թվականին Ժնևայի համալսարանի թիմը փորձեց վերարտադրել Փրինսթոնի համալսարանի հետազոտությունները քվանտային շուրջմագցման մասին։ Նրանք օգտագործեցին ավելի ճշգրիտ սարքավորումներ եւ ավելի խիստ վերահսկողություն, եւ նրանք ձախողվեցին։ Լիովին։ Ինչու ոչ ոք չի խոսում այդ մասին։ Որովհետեւ գիտական համայնքը հակված է հրապարակել միայն հաջող փորձերը։ Ձախողումները թաղվում են մատենագիտական գրքերում, որտեղ ոչ ոք երբևէ չի կարդում դրանք։ Կամ վերցրեք Հաբլ տելեսկոպի տվյալները։ Վերջին 10 տարվա ընթացքում Հաբլը եւ Պլանկ արբանյակը չափել են տիեզերքի ընդլայնման արագությունը, եւ նրանք ստացել են տարբեր պատասխաններ։ Հաբլը ասում է, որ արագությունը մոտավորապես 77 կմ/վայրկյանում մեգապարսեկի համար։ Պլանկը ասում է 67 կմ/վայրկյանում մեգապարսեկի համար։ Սա 10% տարբերություն է։ Մաթեմատիկական առումով անհնար է, որ երկուսն էլ ճիշտ լինեն, բայց գիտնականները շարունակում են վիճել եւ փորձում են բացատրել այս անհամապատասխությունը փոքրիկ սխալներով չափումներում։ Իրականում հնարավոր է, որ մեր ամբողջ տիեզերաբանական մոդելը սխալ է, կամ խորանանք քվանտային մեխանիկայի հիմքերում։ Քվանտային մեխանիկան աշխատում է կատարյալ կերպով լաբորատորիաներում ավելի քան 90 տարի։ Այն ամենաճշգրիտ տեսությունն է մարդկության պատմության մեջ, բայց ոչ ոք չի կարող բացատրել, ինչու այն աշխատում է։ Նույնիսկ Ռիչարդ Ֆեյնմանը, մեկը ամենամեծ ֆիզիկոսներից 20-րդ դարի, ասաց. Եթե դուք կարծում եք, որ հասկանում եք քվանտային մեխանիկան, ուրեմն դուք չեք հասկանում դրա։ Ահա 3 հարցեր, որոնց ժամանակակից ֆիզիկան չի կարող պատասխանել։ Առաջինը. ինչու տիեզերաբանական հաստատունը ունի հենց այդ արժեքը։ Տիեզերաբանական հաստատունը սև էներգիայի խտությունն է, որը պատասխանատու է տիեզերքի արագացած ընդլայնման համար։ Եթե այն լիներ ընդամենը 1%-ով տարբեր, տիեզերքը կամ կհամալրվեր, կամ կցրվեր այնքան արագ, որ աստղերը եւ գալակտիկաները երբեք չէին ձևավորվի։ Կյանքը անհնար կլիներ։ Բայց ինչու այն ունի հենց այդ կատարյալ արժեքը։ Ոչ ոք չգիտե։ Երկրորդը. ուր է անհետացել հակամատերիան մեծ պայթյունից հետո։ Տեսությունն ասում է, որ մեծ պայթյունը պետք է ստեղծեր հավասար քանակությամբ նյութ եւ հակամատերիա։ Բայց երբ նյութը եւ հակամատերիան հանդիպում են, նրանք փոխադարձաբար ոչնչացվում են եւ վերածվում են էներգիայի։ Եթե հավասար քանակություններ էին, ողջ տիեզերքը պետք է ինքնաոչնչանար պայթյունից հետո։ Բայց այստեղ մենք ենք։ Ինչու մնաց հենց մի փոքր ավելի շատ նյութ, քան հակամատերիա։ Ոչ ոք չգիտե։ Երրորդը. ինչ է իրականում գիտակցությունը։ Մենք կարող ենք սկանավորել ուղեղը ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսով։ Մենք կարող ենք տեսնել, թե որ շրջանները ակտիվանում են, երբ դու մտածում ես կամ զգում։ Բայց սա չի բացատրում, թե ինչպես է ակտիվությունը դառնում սուբյեկտիվ փորձը։ Ինչպես է էլեկտրական ազդանշանների նախշը դառնում կարմիրի իմացությունը, երաժշտության հաճույքը կամ սիրո զգացումը։ Սա կոչվում է բացատրական բացը, եւ այն մնում է լիովին անբացատրելի։ Ուստի, երբ գիտնականները ձեզ ասում են, որ նրանք հասկանում են, թե ինչպես է աշխատում տիեզերքը, մի փոքր զգույշ եղեք։ Ճիշտ է, մենք հասել ենք անհավատալի առաջընթացի։ Մենք հասկանում ենք տիեզերքի ընդլայնումը, ձգողականության ալիքները, էլեմենտարական մասնիկների վարքը։ Բայց կան հսկայական տարածություններ, որտեղ մեր գիտելիքները բացակայում են կամ լիովին սխալ են։ Եվ ամենահետաքրքիրը կայանում է հենց այնտեղ, որտեղ մեր ընկալումները պայթում են։ Այժմ եկեք խոսենք մի բանի մասին, որը կդարձնի ձեր աշխարհը գլխի վայր։ Ժամանակի սլացքը։ Մենք բոլորս ունենք ինտուիցիա, որ ժամանակը հոսում է դեպի ապագա։ Անցյալը ստացված է,
Ներկան տեղի է ունենում հիմա, ապագան դեռևս չի եղել։ Բայց ֆիզիկան պնդում է ինչ-որ բան ամբողջովին այլ։ Ֆիզիկայի օրենքները համեմատաբար սիմետրիկ են ժամանակի նկատմամբ։ Սա նշանակում է, որ եթե դու ֆիզիկական process-ը տեսանես հետադարձ, նա դեռևս կհետևի օրենքներին։ Գնդակը, որը թռչում է օդում, կարող է հավասարապես լավ թռչել առաջ կամ հետ ժամանակի մեջ, եւ Նյուտոնի օրենքները դեռևս կաշխատեն։ Էլեկտրոններն ատոմի շուրջ կարող են պտտվել ժամացույցի սլաքի ուղղությամբ կամ հակառակ, եւ քվանտային մեխանիկան դեռևս կլինի գործող։ Բայց կա մեկ ֆիզիկայի օրենք, որը չի սիմետրիկ ժամանակի նկատմամբ։ Թերմոդինամիկայի երկրորդ օրենքը։ Այս օրենքը պնդում է, որ էնտրոպիան անկարգության չափը համակարգում մքում միշտ ավելանում է ժամանակի ընթացքում։ Կարգավորված համակարգերը դառնում են անկարգ, տաք բաները սառչում են, կառուցվածքները քայքայվում են։ Տիեզերքը անշեջ ընթանում է դեպի ավելի մեծ քաոս։ Սա բացատրում է, թե ինչու ապակե բաժակը կարող է փշրվել, բայց փշրանքները երբեք չեն վերամիավորվի ապակե բաժակի մեջ։ Ինչու ձվի փտած մասերը երբեք ինքնաբերաբար չեն հավաքվի հետ ամբողջ ձվի մեջ։ Ինչու դու կարող ես խառնել կաթը սուրճի մեջ, բայց երբեք չես կարող ապա խառնել դրանք։ Բայց ահա խնդիրը։ Միկրոսկոպիկ մակարդակում ֆիզիկայի օրենքները սիմետրիկ են։ Ատոմները եւ մասնիկները չեն տարբերում առաջ եւ հետ ժամանակում։ Ուստի որտեղից է գալիս ժամանակի սլացքը։ Որտեղից է գալիս զգացումը, որ անցյալը տարբերվում է ապագայից։ Մի պատասխան է, որ թերմոդինամիկայի երկրորդ օրենքը կապված է մեր անգիտության հետ։ Երբ դու նայում ես գազի բալոնին, դու չես տեսնում յուրաքանչյուր ատոմի դիրքն ու արագությունը։ Դու տեսնում ես միայն մակրոսկոպիկ հատկությունները՝ ճնշումը, ջերմաստիճանը, ծավալը։ Էնտրոպիան չափում է քո անգիտությունը միկրոսկոպիկ վիճակի մասին։ Որքան ավելի անկարգված է համակարգը, այնքան ավելի շատ բան դու չես գիտեն։ Այսպիսով, ժամանակի սլացքը կարող է լինել ոչ թե տիեզերքի հիմնարար հատկություն, այլ մարդկային ճանաչողության առանձնահատկություն։ Մենք ենք նրանք, ովքեր տարբերում են անցյալը ապագայից, քանի որ մենք հիշում ենք անցյալը, բայց ոչ ապագան։ Մենք զգում ենք, որ ժամանակը հոսում է, քանի որ մեր գիտակցությունը կապված է էնտրոպիայի ավելացման հետ։ Բայց սա առաջացնում է նոր հարց. արդյոք ապագան արդեն գոյություն ունի, թե այն ստեղծվում է այս պահին։ Այնշտայնի հարաբերականության տեսությունը ասում է, որ ժամանակը չէ մի գիծ, որն ընթանում է անցյալից դեպի ապագա։ Այն չորրորդ չափն է, որը փաթաթված է տարածության հետ մի միասնական կտորում, որը կոչվում է տարածաժամանակ։ Այս տեսակետից անցյալը, ներկան եւ ապագան բոլորը գոյություն ունեն միաժամանակ։ Նրանք պարզապես տարբեր վայրեր են տարածաժամանակում, ինչպես Երևանը եւ Լոնդոնը տարբեր վայրեր են տարածության մեջ։ Սա կոչվում է բլոկային տիեզերք կամ էտերնալիզմ։ Եթե սա ճիշտ է, ապա ապագան արդեն գոյություն ունի նույնը, ինչպես անցյալը։ Դու ուղղակի դեռ չես ժամանել այնտեղ քո գիտակցության ճանապարհորդության մեջ տարածաժամանակով։ Յուրաքանչյուր պահ քո կյանքում ծնունդը, մանկությունը, դրսություն, ավարտը, ծերությունը, մահը բոլորը արդեն գոյություն ունեն որպես կոորդինատներ 4 չափ տարածաժամանակում։ Դու կարող ես միտքդ թե սա հերքում է ազատ կամքը։ Եթե ապագան արդեն գոյություն ունի, ապա ամեն ինչ նախորոշված է։ Քո ընտրությունները, քո որոշումները, քո գործողությունները բոլորը արդեն գրված են տարածաժամանակի կառուցվածքում։ Դու չունես ազատատ կամք, միայն հաստատված ճակատագրի պատրանք։ Բայց այստեղ է, որ ամեն ինչ դառնում է տարօրինակ։ Քվանտային մեխանիկան ասում է մի բան այլ։ Այն ասում է, որ մինչև չափումը մասնիկները գտնվում են գերդրության մեջ, բազմաթիվ հնարավոր վիճակների միաժամանակյա գոյությունում։ Միայն երբ դու դիտարկում ես իրականությունը կառուցվում է մի որոշակի վիճակի մեջ։ Սա նշանակում է, որ իրականությունը չէ նախապես որոշված մինչև դիտարկումը։ Ուստի, ինչ է ճիշտը։ Արդյոք ապագան արդեն գոյություն ունի, ինչպես հարաբերականությունը ենթադրում է։ Թե ապագան ստեղծվում է պահին, ինչպես քվանտային մեխանիկան ենթադրում է։ Երկու տեսություններն են մեր լավագույն նկարագրությունները իրականության, բայց նրանք հակասում են միմյանց այս հիմնարար հարցում։ Եվ ահա ամենաապշեցուցիչ բանը։ Մենք չգիտենք պատասխանը։ Մենք ունենք երկու տեսություններ, որոնք միասին աշխատում են ըստ իր դաշտերի, բայց երբ մենք փորձում ենք դրանք միավորել, ամեն ինչ քայքայվում է։ Հարաբերականության տեսությունն աշխատում է հիանալի կերպով մակրոսկոպիկ մակարդակում՝ գալակտիկաները, աստղերը, մոլորակները։ Քվանտային մեխանիկան աշխատում է կատարյալ կերպով միկրոսկոպիկ մակարդակում՝ ատոմները, էլեկտրոնները, քվարկները։ Բայց երբ մենք փորձում ենք դրանք միավորել մեկ տեսության մեջ, ամեն ինչի տեսություն, մենք ձախողվում ենք։ Երկու հարց. արդյոք դու ունես ազատ կամք,
թե ամեն ինչ նախորոշված է ձգողականության եւ քվանտային դաշտերի օրենքներով։ Եվ երկրորդը, եթե մենք չենք կարող նույնիսկ միավորել մեր լավագույն տեսություններն իրականության մասին, ինչպես կարող ենք վստահ լինել, որ հասկանում ենք ժամանակի բնույթը։ Հիմա եկեք խոսենք ավելի մեծ բանի մասին՝ գալակտիկաների մասին։ Այն հսկայական կառույցների մասին, որոնք լցված են 100 միլիարդից մինչև տրիլիոն աստղերով, որոնք պտտվում են տիեզերքի խաքի խավարում։ Մեր սեփական գալակտիկան, ծիր հատակը, պարունակում է մոտավորապես 200 միլիարդ աստղ։ 200 միլիարդ։ Փորձեք պատկերացնել այդ թիվը։ Եթե դուք սկսեք հաշվել մեկական աստղ յուրաքանչյուր վայրկյանում, ձեզ կպահանջվի ավելի քան 6200 տարի միայն ծիր հատակի աստղերը հաշվելու համար։ Բայց ծիր հատակը միայն 1/1 գալակտիկա է։ Դիտելի տիեզերքում կան մոտավորապես 2 տրիլիոն գալակտիկաներ։ 2 տրիլիոն։ Յուրաքանչյուրը պարունակում է հարյուրավոր միլիարդներ կամ տրիլիոններ աստղեր։ Ընդհանուր աստղերի թիվը դիտելի տիեզերքում գնահատվում է մոտավորապես 200 սեքստիլիոն։ Սա 2, որին հետևում են 23 զրոներ։ Յուրաքանչյուր այդ աստղերից շատերը ունեն մոլորակներ։ Որոշ մոլորակներ գտնվում են բնակելի գոտում, տարածքում, որտեղ ջերմաստիճանը թույլ է տալիս հեղուկ ջրի գոյությունը։ Գիտնականները գնահատում են, որ միայն մեր գալակտիկայում կարող է լինել մոտավորապես 40 միլիարդ երկրի նման մոլորակներ բնակելի գոտում։ Արդյոք հնարավոր է, որ բոլոր այդ 40 միլիարդ երկրի նման մոլորակներից ոչ մեկում չկա կյանք։ Արդյոք հնարավոր է, որ մենք միակ գիտակցությունն ենք այս անհամար հսկայականության մեջ։ Սա հայտնի է որպես Ֆերմիի պարադոքս, որը անվանվել է ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիի անունով։ 1950 թվականին մի ճաշի ընթացքում իր գործընկերների հետ Ֆերմին հարցրեց. «Բոլորն ուր են»։ Նա նկատեցավ, որ տիեզերքը այնքան հին եւ այնքան հսկայական է, որ նույնիսկ եթե միայն փոքր տոկոսը աստղերից ունի կյանք, պետք է լինեին միլիոնավոր կամ նույնիսկ միլիարդավոր տեխնոլոգիապես առաջադեմ քաղաքակրթություններ։ Որոշները պետք է լինեին միլիոնավոր կամ նույնիսկ միլիարդավոր տարի առաջ։ Դրանք պետք է ունենային բավական ժամանակ, որպեսզի տարածվեն ողջ գալակտիկայի վրա։ Բայց մենք չենք տեսնում դրանք։ Մենք չենք լսում ռադիոազդանշաններ տիեզերական քաղաքակրթություններից։ Մենք չենք տեսնում Դիսոնի ոլորտները, հսկայական կառույցները, որոնք քաղաքակրթությունը կարող էր կառուցել իր աստղի շուրջը, էներգիան հավաքելու համար։ Մենք չենք տեսնում ոչ մի նշան բանականության տիեզերքում, բացի մեր սեփականից։ Ինչու՞։ Մի հնարավոր պատասխան է, որ կյանքը չափազանց հազվադեպ է։ Թերևս քիմիական ռեակցիաները, որոնք անհրաժեշտ են կյանքի ծագման համար, այնքան անհավանական են, որ դրանք տեղի են ունեցել միայն մեկ անգամ՝ Երկրի վրա։ Բայց սա թվում է անհավանական, հաշվի առնելով մոլորակների հսկայական թիվը։ Մի այլ պատասխան է, որ բանական կյանքը հակված է ինքնաոչնչացման։ Թերևս յուրաքանչյուր քաղաքակրթություն, որը հասնում է որոշակի տեխնոլոգիական մակարդակի, անխուսափելիորեն ստեղծում է զենք կամ տեխնոլոգիա, որը ոչնչացնում է իրեն։ Թերևս մենք ապրում ենք մեծ ֆիլտրի շրջանում, պատմական պահի, երբ քաղաքակրթությունները կամ փրկվում են, կամ հավերժ անհետանում են։ Երրորդ հավանականությունն այն է, որ տեխնոլոգիապես առաջադեմ քաղաքակրթությունները պարզապես չեն հետաքրքրված շփմամբ մեզ հետ։ Թերևս նրանք ունեն այլ առաջնահերթություններ։ Թերևս նրանք նախընտրում են դիտարկել մեզ հեռվից, ինչպես մենք նայում ենք մրջյունների բուն։ Թերևս մենք ուղղակի չափազանց պարզունակ ենք նրանց համար, որպիսի արժե շփումը։ Չորրորդ տարբերակն այն է, որ մենք փնտրում ենք սխալ ազդանշանները։ Մենք փնտրում ենք ռադիոհաղորդումներ, բայց թերևս առաջադեմ քաղաքակրթությունները օգտագործում են ինչ-որ այլ հաղորդակցության ձև, որը մենք նույնիսկ չենք պատկերացնում։ Ինչպես մրջյունները չեն կարող հասկանալ Wi-Fi-ը, թերևս մենք չենք կարող հասկանալ տեխնոլոգիան, որը օգտագործում են տիեզերական քաղաքակրթությունները։ Հինգերորդ պատասխանը, եւ թերևս ամենասարսափելին այն է, որ մենք իսկապես միակներն ենք։ Թերևս տիեզերքում նրա ողջ հսկայության մեջ 200 սեքստիլիոն աստղերի եւ անթիվ մոլորակների մեջ մենք միակ էակներն ենք, ովքեր կարող են նայել վեր եւ հարցնել ինչու։ Եթե սա ճիշտ է, ապա մեր պատասխանատվությունը չափազանց մեծ է։ Մենք ոչ միայն մարդկություն ենք, մենք տիեզերքի գիտակցությունն ենք։ Մենք միջոցն ենք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Բայց ահա ինչն է ինձ ամենաշատ հուզում այս հարցի մասին։ Անկախ նրանից, թե որն է պատասխանը, մենք ապրում ենք անհավատալի պահի մեջ։ Մենք ապրում ենք պահին, երբ մեր տեսակը նոր է սկսում հասկանալ իր տեղը տիեզերքում։ Մենք սկսել ենք փնտրել կյանք այլ մոլորակների վրա։ Մենք կառուցում ենք տելեսկոպներ, որոնք կարող են հայտնաբերել կենսաբանական մարկերներ մոլորակների մթնոլորտներում։ Մենք ուղարկում ենք հաղորդագրություններ աստղերին, եւ թերևս ամենակարևոր բանը,
Մենք սկսում ենք հասկանալ, որ մենք չենք հավերժ։ Մեր արեգակը կմահանա մոտավորապես 5 միլիարդ տարում։ Մինչ այդ մենք պետք է տարածվենք այլ աստղերին, կամ մենք կհետևենք դինոզավրների ճանապարհին։ Այսպիսով, հարցը ոչ թե բոլորն ուր են է, հարցն այն է, ինչ ենք մենք դառնալու։ Արդյոք մենք դառնանք այն քաղաքակրթությունը, որն անցնում է մեծ ֆիլտրի միջով եւ տարածվում աստղերին։ Թե մենք դառնանք եւս մեկ ձախողում, մեկ այլ տեսակ, որը հասավ բանականության, բայց չկարողացավ գերազանցել իր սեփական ինքնակործանարար նախասիրություններին։ Պատասխանը կախված է մեզանից։ Յուրաքանչյուր մարդուց, ով կարդում է այս տողերը։ Եվ հիմա, վերջապես, եկեք վերադառնանք սկզբին, վերադառնանք քեզ։ Այն պարզունակ մարդուն, որը նստած է սենյակում եւ կարդում է այս բառերը։ Մենք սկսեցինք այս ճանապարհորդությունը քո մարմնով, 37 տրիլիոն բջիջներով, որոնցից յուրաքանչյուրն է տիեզերական պատմության արտադրանքը։ Մենք խոսեցինք, թե ինչպես ժամանակը հոսում է տարբեր արագությամբ քո գլխի եւ քո ոտքերի համար։ Մենք բացահայտեցինք, թե ինչպես լույսի արագությունը սահմանափակում է այն, ինչ մենք կարող ենք տեսնել տիեզերքում։ Մենք դիտեցինք քվանտային մեխանիկայի տարօրինակությունները, մասնիկները, որոնք կարող են լինել երկու վայրում միաժամանակ, մասնիկները, որոնք կապված են մեկը մյուսի հետ անկախ հեռավորությունից։ Մենք խոսեցինք գալակտիկաների մասին, աստղերի մասին, այլ քաղաքակրթությունների հնարավորության մասին։ Եվ մենք դիմեցինք այն հիմնարար հարցերին, որոնց գիտությունը դեռևս չի կարող պատասխանել։ Այսպիսով, ինչ ենք մենք սովորել այս ամենից։ Առաջինը, դու չես փոքր։ Դու տիեզերքի մի մաս ես, որը դարձել է այնքան բարդ, որ կարողանում է ինքն իրեն գիտակցել։ Յուրաքանչյուր ատոմ քո մարմնում ստեղծվել է աստղերի միջուկներում։ Դու բառացիորեն աստղային նյութից ես, տիեզերքի ֆիզիկական մարմնավորումը, որը սովորում է ճանաչել ինքն իրեն։ Երկրորդը, ժամանակը եւ տարածությունը ոչ այն են, ինչ դու կարծում էիր։ Դրանք ոչ թե ամուր շրջանակներ են, որոնցում տիեզերքը գոյություն ունի։ Դրանք ճկուն, գունեղ, փոխկապակցված են մեծություններ, որոնք կախված են նրանից, թե որտեղ ես, որքան արագ ես շարժվում եւ որքան մոտ ես մասսիվ օբյեկտին։ Երրորդը, մենք չգիտենք այնքան, որքան մենք կարծում ենք, որ գիտենք։ Գիտությունը հասել է անհավատալի առաջընթացի, բայց կան դեռևս հսկայական տարածություններ անգիտության։ Մենք չգիտենք, թե ինչ է տեմ էներգիան։ Մենք չգիտենք, թե ինչ է տեմ նյութը։ Մենք չգիտենք, թե ինչպես է աշխատում գիտակցությունը։ Մենք նույնիսկ չգիտենք, թե արդյոք ապագան արդեն գոյություն ունի, թե ստեղծվում է պահին։ Բայց թերևս ամենակարևորը, մենք ապրում ենք անհավատալի ժամանակաշրջանում։ Մենք առաջին սերունդն ենք, որը կարող է հասկանալ մեր տեղը տիեզերքում։ Մենք առաջին սերունդն ենք, որը կարող է որոնել կյանք այլ աշխարհներում։ Մենք առաջին սերունդն ենք, որը կարող է նայել վերադառնալ ժամանակում եւ տեսնել տիեզերքի ծնունդը։ Մենք ապրում ենք պահին, երբ մարդկությունը անցում է կատարում մանկությունից դեպի հասուն տարիք։ Մենք սկսում ենք հասկանալ, որ երկիրը մեր միակ տունն է եւ որ մենք պետք է խնամենք այն։ Մենք սկսում ենք հասկանալ, որ տարբերությունները մեր միջև, մեր ազգությունները, մեր կրոնները, մեր քաղաքական համակարգերը ոչինչ են համեմատած մեր ընդհանուր ժառանգությանը, որպես տիեզերքի երեխաներ։ Մեր արեգակը կմահանա 5 միլիարդ տարում։ Նախքան դա մենք կարող ենք կանդայանալ։ Տամ մենք կարող ենք տարածվել դեպի աստղերը եւ դառնալ ինչ-որ բան ավելի, քան մենք երբևէ երազել ենք։ Ընտրությունը մերն է։ Ուստի վերադարձնում եմ քեզ այն հարցերը, որոնք ես տվեցի սկզբում։ Եթե ժամանակը կարող է դանդաղել, հաճախել, ծռվել եւ փոխվել, ապա արդյոք գոյություն ունի բացարձակ հիմա։ Արդյոք մենք բոլորս ապրում ենք մեր սեփական ժամանակի հոսքերում, որոնք տարբերվում են մեկը մյուսից։ Արդյոք գոյություն ունեն այլ քաղաքակրթություններ տիեզերքում։ Եվ եթե այո, ապա ինչու մենք չենք տեսնում դրանք։ Արդյոք ապագան արդեն գոյություն ունի, թե այն ստեղծվում է այս պահին մեր ընտրություններով եւ գործողություններով։ Արդյոք գերով։ Արդյոք գիտակցությունը ծնվում է ուղեղից, թե այն ինչ-որ բան ավելի հիմնարար է, հատկություն, որը փաթաթված է ինքը տիեզերքի կառուցվածքում։ Ես չունեմ վերջնական պատասխաններ այս հարցերին, ոչ ոք չունի, բայց ես գիտեմ մի բան։ Յուրաքանչյուր անգամ, երբ դու հարցնում ես այս հարցերը, տիեզերքը դառնում է մի փոքր ավելի գիտակից իր սեփական գոյության մասին։ Յուրաքանչյուր անգամ, երբ դու նայում ես վեր երկնքին եւ զարմանում ես մեր տեղի մասին տիեզերքում, դու մասնակցում ես ամենամեծ գիտափորձին մարդկության պատմության մեջ։ Մենք փորձում ենք հասկանալ ինքներս մեզ։ Մենք փորձում ենք հասկանալ տիեզերքը, որն ստեղծեց մեզ, եւ ամենաանհավատալի բանը, մենք հաջողում ենք։ Դանդաղ, քայլ առ քայլ, մենք բացահայտում ենք օրենքները, որոնք կառավարում են ամեն ինչը։ Ուստի շարունակեք նայել վեր։
Շարունակեք հարցնել անհնար հարցերը։ Քանի որ յուրաքանչյուր անգամ, երբ դու դա անում ես, տիեզերքը դառնում է մի փոքր ավելի մեծ։ Եվ թերևս, միայն թերևս, դու կհասկանաս, որ դու երբեք չես եղել փոքր։ Դու միշտ եղել ես տիեզերքը, որը արթնացել է խորել իր սեփական անսահմանության մասին։ Բայց սպասիր, մենք դեռ չենք խոսել ամենաանհասկանալի բանի մասին տիեզերքում։ Նրա մասին, ինչն անտեսանելի է, բայց կազմում է տիեզերքի մեծ մասը։ Խավար նյութի և խավար էներգիայի մասին։ Պատկերացրու, որ ամեն ինչ, ինչ դու երբևէ տեսել ես, աստղերը, գալակտիկաները, մոլորակները, ամպերը, ծառերը, մարդիկը, անձր, հողը, ամեն մի ատոմ, ամեն մի ֆոտոն, ամեն ինչ, ինչ փայլում է կամ արտացոլում է լույսը, կազմում է միայն 5% տիեզերքի ընդհանուր էներգիայից։ 5%։ Մնացած 95%-ը բաղկացած է ինչ-որ բանից, ինչը մենք չենք կարող տեսնել, դիպչել կամ ուղղակիորեն հայտնաբերել։ 27%-ը խավար նյութ է։ 98%-ը խավար էներգիա է, և մենք գրեթե ոչինչ չգիտենք դրանց մասին։ Խավար նյութը առաջին անգամ կանխատեսվեց 1937 թվականին շվեյցարական աստղաֆիզիկոս Ֆրից Ցվիկկիի կողմից։ Նա ուսումնասիրում էր կոմա գալակտիկաների կույտը և նկատեց ինչ-որ տարօրինակ։ Գալակտիկաները պտտվում էին այնքան արագ, որ դրանք պետք է ցրվեին տարածությունում։ Ձգողականության ուժը տեսանելի նյութից բավական չէր, որպեսզի պահպանի կույտը միասին։ Ցվիկկին հաշվարկեց, որ պետք է լինի 210 անգամ ավելի շատ նյութ, քան տեսանելի է։ Սկզբում ֆիզիկոսները մտածեցին, որ այդ լրացուցիչ նյութը պարզապես մութ աստղեր են կամ հսկայական գազի ամպեր, որոնք չենք կարող տեսնել։ Բայց երբ նրանք ավելի ուշադիր ուսումնասիրեցին, նրանք հայտնաբերեցին, որ ոչ մի հայտնի տեսակի նյութ չի կարող բացատրել դիտարկումները։ Խավար նյութը չի արտանետում լույս, չի կլանում լույս, չի արտացոլում լույս։ Այն կարծես անցնում է սովորական նյութի միջով, ինչպես ուրվականը կանցներ պատի միջով։ Ուստի ինչպես մենք գիտենք, որ այն գոյություն ունի։ Քանի որ այն ունի զանգված, և զանգվածը ունի ձգողականություն։ Խավար նյութը ծռում է տարածությունը, ինչպես սովորական նյութը անում է։ Երբ լույսը անցնում է խավար նյութի կույտի կողքից, այն ծռվում է, ստեղծելով ձգողական ոսպնյակների էֆեկտ։ Գիտնականները կարող են քարտեզել խավար նյութը տիեզերքում, դիտելով, թե ինչպես է այն աղավաղում հեռավոր գալակտիկաների լույսը։ 2000 թվականին Վերա Ռուբին և Կենթ Ֆորթը կատարեցին մանրակրկիտ չափումներ շուրջառու գալակտիկաների պտույտի արագության վրա։ Նրանք հայտնաբերեցին, որ աստղերը գալակտիկայի եզրերին շարժվում են նույն արագությամբ, ինչ աստղերը կենտրոնին մոտ։ Սա անհնար էր, եթե միայն տեսանելի նյութը կար։ Նյուտոնի ձգողականության օրենքի համաձայն, աստղերը հեռու կենտրոնից պետք է շարժվեին ավելի դանդաղ, բայց նրանք շարժվում էին ավելի արագ, ինչպես թե որևէ անտեսանելի զանգվածը պահում էր դրանք։ Եվ հետո 2006 թվականին բուլետ կույտի դիտարկումները տվեցին ամենաուժեղ ապացույցը խավար նյութի գոյության համար։ Բուլետ կույտը իրականում երկու գալակտիկաների կույտերի բախում է։ Երբ դրանք բախվեցին, տաք գազը երկու կույտերում դանդաղեցավ և կուտակվեց բախման կենտրոնում։ Բայց խավար նյութը, որը չի փոխազդում էլեկտրոմագնիսական ուժերի հետ, պարզապես անցավ միմյանց միջով։ Գիտնականները օգտագործեցին ձգողական ոսպնյակներ, քարտեզելու խավար նյութի դիրքը և հայտնաբերեցին, որ այն գտնվում է երկու կույտերի կողերին, ոչ թե կենտրոնում։ Սա հաստատեց, որ խավար նյութը տարբերվում է սովորական նյութից։ Բայց ինչ է խավար նյութը։ Գիտնականները չգիտեն։ Նրանք ունեն տասնյակ տեսություններ։ Թերևս այն կազմված է WEMP-երից, թույլ փոխազդող մասնիվ մասնիկներ։ Թերևս այն կազմված է աքսիոններից, հիպոթետիկ մասնիկներ, որոնք կանխատեսվել են մի քանի տասնամյակ առաջ, բայց երբեք չեն հայտնաբերվել։ Թերևս այն կազմված է պրիմորդիալ սև անցքերից, փոքրիկ սև անցքեր, որոնք ստեղծվեցին մեծ պայթյունից անմիջապես հետո։ Կամ թերևս այն ինչ-որ ամբողջովին նոր տեսակի նյութ է, որը մենք նույնիսկ չենք սկսել պատկերացնել։ Տասնյակ լաբորատորիաներ աշխարհի շուրջը փորձում են հայտնաբերել խավար նյութի մասնիկները։ Նրանք կառուցել են անհավատալի զգայուն դետեկտորներ խորը ստորգետնյա տարածություններում, որտեղ նրանք պաշտպանված են տիեզերական ճառագայթներից։ Մինչ այժմ ոչ ոք չի հայտնաբերել որևէ խավար նյութի մասնիկ։ 0. Ոչինչ։ Բայց խավար էներգիան նույնիսկ ավելի անհասկանալի է։ 1998 թվականին երկու թիմ աստղաֆիզիկոսներ, մեկը գլխավորած Սոլ Պերլմուտերի կողմից, մյուսը Ադամ Ռիսի և Բրայան Շմիդտի կողմից, ուսումնասիրում էին հեռավոր սուպերնովաները։ Նրանք փորձում էին չափել տիեզերքի ընդլայնման արագությունը և հասկանալ, թե արդյոք դա դանդաղում է ձգողականության պատճառով։
Ամբողջ տիեզերաբանության պատմության մեջ գիտնականները ենթադրում էին, որ տիեզերքի ընդլայնումը պետք է դանդաղի ժամանակի ընթացքում։ Մեծ պայթյունից հետո գալակտիկաները սկսեցին հեռանալ միմյանցից, բայց ձգողականությունը պետք է դանդաղեցներ դրանք, ինչպես գնդակը, որը նետված է օդում, դանդաղում է ձգողականության պատճառով։ Հարցն էր. արդյոք տիեզերքն ընդլայնվելու է հավերժ, թե վերջապես կդադարի և կսկսի կծկվել հետ։ Բայց երբ նրանք վերլուծեցին տվյալները, դրանք հայտնաբերեցին ինչ-որ բան սարսափելի։ Տիեզերքի ընդլայնումը չէր դանդաղում, այն արագանում էր։ Գալակտիկաները ոչ միայն հեռանում էին միմյանցից, այլև հեռանում էին ավելի ու ավելի արագ յուրաքանչյուր վայրկյան։ Սա էր նման բացահայտման, որ դու նետում ես գնդակ օդում և այն սկսում է արագանալ վերև, փոխանակ դանդաղելու։ Որպես թե որևէ անտեսանելի ուժ հրում է տիեզերքը ավելի ու ավելի արագ ընդլայնվել։ Այդ ուժը կոչվեց խավար էներգիա։ Եվ այն կազմում է մոտավորապես 68% տիեզերքի ընդհանուր էներգիայից։ Սա ամենամեծ էներգիայի երգյայի աղբյուրն է տիեզերքում, և մենք չունենք գաղափար, թե ինչ է այն։ Մի հիպոթեզ է, որ խավար էներգիան տիեզերաբանական հաստատունն է, տարածության ներքին էներգիայի խտությունը։ Այնշտայնը մտցրեց տիեզերաբանական հաստատունը իր հավասարումներում 1917 թվականին, ստատիկ տիեզերք ստեղծելու համար, քանի որ այդ ժամանակ բոլորը կարծում էին, որ տիեզերքը հավերժ և անփոփոխ է։ Բայց երբ Էդվին Հաբլը հայտնաբերեց, որ տիեզերքն ընդլայնվում է, Այնշտայնը հետ քաշեց հաստատունը և անվանեց այն իր ամենամեծ սխալը։ Բայց հիմա թվում է, որ Այնշտայնը ճիշտ էր առաջին անգամ։ Տիեզերաբանական հաստատունը գոյություն ունի, և այն պատասխանատու է տիեզերքի արագացած ընդլայնման համար։ Բայց ինչու այն ունի հենց այդ արժեքը, որը թույլ է տալիս աստղերին և գալակտիկաներին գոյություն ունենալ, մենք չգիտենք։ 2011 թվականին Պերլմուտերը, Ռիսը և Շմիդտը ստացան Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում իրենց բացահայտման համար։ Բայց նույնիսկ այսօր, ավելի քան 20 տարի անց, մենք դեռևս չգիտենք, թե ինչ է խավար էներգիան։ Ահա թե որքան փոքր է մեր գիտելիքը։ Մենք հասկանում ենք միայն 5% տիեզերքից, մնացած 95%-ը մի սարսափելի խորհուրդ է։ Ուստի, երբ մարդիկ ասում են, որ գիտությունն ունի բոլոր պատասխանները, դու կարող ես ժպտալ։ Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչից է կազմված տիեզերքի մեծ մասը։ Մենք ապրում ենք տիեզերքում, որտեղ 95%-ը անտեսանելի, անհասկանալի է և սահմանափակում է մեր ամբողջ իմացությունը։ Բայց թերևս դա ոչ թե խնդիր է, թերևս դա հնարավորություն է։ Թերևս 95% անհայտ նյութը և էներգիան նշանակում է, որ կան դեռևս անհավատալի բացահայտումներ, որոնք սպասում են մեզ։ Եկեք խոսենք ինչ-որ բանի մասին, որը սարսափելի և հրաշալի միաժամանակ է։ Սև անցքերի մասին։ Սև անցքերը տիեզերքի ամենաէքստրեմալ օբյեկտներն են։ Դրանք այնպիսի տեղեր են, որտեղ ձգողականությունը այնքան ուժեղ է, որ ոչինչ չի կարող փախչել, նույնիսկ լույսը։ Այս է թե ինչու դրանք կոչվում են սև։ Նրանք չեն արտանետում լույս, քանի որ լույսը չի կարող դուրս գալ նրանցից։ Սև անցքերի գաղափարը առաջին անգամ հայտնվեց 18-րդ դարում, երբ Ջոն Միշելը և Փիեր Սիմոն Լապլասը ենթադրեցին, որ կարող են գոյություն ունենալ այնպիսի մասսիվ աստղեր, որ նույնիսկ լույսը չի կարող փախչել դրանցից։ Բայց սև անցքերի իրական տեսությունը եկավ Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությունից։ 1916 թվականին Կարլ Շվարցշիլդը լուծեց Այնշտայնի հավասարումները և հայտնաբերեց, որ եթե բավարար զանգված կենտրոնանա բավականաչափ փոքր տարածքում, տարածաժամանակը կծռվի այնքան ուժեղ, որ կստեղծվի մի շրջան, որտեղից ոչինչ չի կարող դուրս գալ։ Այդ շրջանի սահմանը կոչվում է իրադարձությունների հորիզոն։ Այնշտայնը ինքը չէր հավատում, որ սև անցքերը կարող են իրականում գոյություն ունենալ բնության մեջ։ Նա կարծում էր, որ դրանք միայն մաթեմատիկական տարօրինակություններ են, բայց նա սխալվեց։ 1970-րդ թվականներին աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը և մաթեմատիկոս Ռոջեր Փենրոուզը ապացուցեցին, որ սև անցքերը անխուսափելի են Այնշտայնի տեսության մեջ։ Երբ բավարար մասսիվ աստղը սպառում է իր միջուկային վառելիքը և փլվում է իր սեփական ձգողականության տակ, ոչինչ չի կարող կանգնեցնել փլուզումը։ Աստղը շարունակում է կծկվել մինչև անվերջություն, փոքր կետ կոչվում է եզակիություն, որտեղ խտությունը դառնում է անվերջ։ Բայց ահա ամենատարօրինակ բանը սև անցքերի մասին։ Ժամանակը դանդաղում է ձգողականության դաշտում։ Որքան մոտ ես մասսիվ օբյեկտին, այնքան ավելի դանդաղ ժամանակը հոսում է։ Սև անցքի իրադարձությունների հորիզոնի մոտ ժամանակը դանդաղում է այնքան, որ արտաքին դիտորդի համար թվում է, որ այն լիովին դադարում է։ Պատկերացրու, որ քո ընկերը ընկնում է սև անցքի մեջ, մինչ դու դիտում ես անվտանգ հեռավորությունից։ Քո ընկերը չի զգա որևէ տարօրինակ բան։
Նա կանցնի իրադարձությունների հորիզոնի միջով եւ կշարունակի դեպի եզակիությունը։ Բայց քո համար, արտաքին դիտորդի համար, նա երբեք չի հասնի հորիզոնին։ Նրա ժամանակը կդանդաղի ավելի ու ավելի, մինչև նա կարծես սառչի հորիզոնի մոտ։ Դու կտեսնես նրան ավելի ու ավելի դանդաղ շարժվել։ Նրա լույսը կտեղափոխվի դեպի կարմիր, եւ վերջապես նա կանհետանա, քանի որ լույսը նրանից դառնում է այնքան թույլ, որ չի կարող հասնել քեզ։ Սա չէ պատրանք, սա իրական ազդեցություն է ժամանակի դիլացիայի։ Քո ընկերը իսկապես ապրում է տարբեր ժամանակի հոսքում, քան դու։ 2019 թվականին իրադարձությունների հորիզոնի տելեսկոպը նկարեց առաջին լուսանկարը սև անցքից։ Լուսանկարը ցույց տվեց սև անցքը N73 գալակտիկայի կենտրոնում, հսկայական էլիպտիկ գալակտիկա 55 միլիոն լույսի տարի հեռավորության վրա։ Սև անցքը, որը գոչվում է Պոուիհի, ունի զանգված 6 միլիարդ 500 միլիոն արեգակի զանգվածների։ Լուսանկարը ցույց տվեց փայլուն օղակ լույս, շրջապատող սև շրջան։ Սև շրջանը իրադարձությունների հորիզոնն է։ Փայլուն օղակը տաք գազն է, որը պտտվում է սև անցքի շուրջը եւ արտանետում է լույս նախքան ընկնելը։ Բայց սև անցքերը ոչ միայն ժամանակ են ծռում, նրանք նաեւ ստեղծում են ամենամեծ էներգիայի պայթյունները տիեզերքում։ Երբ երկու սև անցք միաձուլվում են, նրանք ստեղծում են ձգողական ալիքներ, ծալովներ տարածաժամանակի կառուցվածքում, որոնք տարածվում են տիեզերքով լույսի արագությամբ։ 2015 թվականին լազերային միջամտական ձգողական ալիքների դիտարկատուն LIGO առաջին անգամ հայտնաբերեց ձգողական ալիքները։ Նրանք ստացան ազդանշան երկու սև անցքերի միաձուլումից, որոնք գտնվում էին 1 միլիարդ 300 միլիոն լույսի տարի հեռավորության վրա։ Յուրաքանչյուր սև անցք ուներ մոտավորապես 30 արեգակի զանգված։ Երբ նրանք միաձուլվեցին, նրանք փոխարկեցին 3 արեգակի զանգված ուղղակի էներգիայի, ստեղծելով ձգողական ալիքներ, որոնք ավելի հզոր էին, քան բոլոր աստղերի լույսը միավորված տիեզերքում այդ պահին։ 3 արեգակի զանգված վերածվեց ուղղակի էներգիայի մի վայրկյանի կտրվածքում։ 3 արեգակներ։ Փոխարկված ուղղակի լույսի եւ ձգողական ալիքների։ Սա ամենահզոր իրադարձությունն է, որը մարդիկ երբևէ հայտնաբերել են։ Ուստի, երբ դու մտածում ես, որ տիեզերքը հանգիստ եւ խաղաղ տեղ է, հիշիր սև անցքերը։ Տիեզերքը բռնի է, քաոտիկ է եւ լի է էներգիայի այնպիսի մակարդակներով, որ մենք հազիվ կարող ենք պատկերացնել։ Եվ հիմա եկեք խոսենք դրա մասին, ինչը ամենից ավելի կպայթեցնի քո գլուխը։ Բազմատիեզերքի մասին։ Բազմատիեզերքի գաղափարն այն է, որ մեր տիեզերքը միակը չէ։ Գոյություն ունեն անթիվ այլ տիեզերքներ, յուրաքանչյուրն իր սեփական ֆիզիկական օրենքներով, հաստատուններով եւ պատմությամբ։ Մենք ապրում ենք բազմատիեզերքում, անվերջ շատ տիեզերքների հավաքածուում։ Սա հնչում է որպես գիտական ֆանտաստիկա, բայց իրականում դա լուրջ գիտական տեսություն է, որն առաջարկվել է մի քանի անկախ հիմքերի վրա։ Առաջին հիմքը քվանտային մեխանիկան է։ 1957 թվականին ֆիզիկոս Հյու Էվերեթը առաջարկեց բազմաշատ աշխարհների մեկնաբանությունը քվանտային մեխանիկայի։ Սա փորձ էր լուծելու քվանտային չափման խնդիրը։ Հիշիր, որ քվանտային մեխանիկայի համաձայն մասնիկները գտնվում են գերդրության մեջ, բազմաթիվ վիճակների միաժամանակյա գոյությունում մինչև դիտարկվեն։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ դու չափես։ Ինչպես է իրականությունը որոշում լինել մեկ վիճակում, այլ ոչ մյուսը։ Էվերեթի պատասխանն այն էր, որ բոլոր հնարավոր արդյունքները տեղի են ունենում։ Երբ դու չափես քվանտային համակարգը, տիեզերքը տարանջատվում է բազմաթիվ տիեզերքների, յուրաքանչյուրում յուրաքանչյուր հնարավոր արդյունք տեղի է ունենում։ Մեկ տիեզերքում էլեկտրոնի սպինը վերև է, մյուսում այն ներքև է։ Երկու տիեզերքներն էլ իրական են, բայց նրանք չեն կարող շփվել միմյանց հետ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր անգամ, երբ քվանտային չափում է կատարվում, տիեզերքը բաժանվում է։ Յուրաքանչյուր վայրկյան, տրիլիոններով տրիլիոններ քվանտային իրադարձություններ տեղի են ունենում, եւ յուրաքանչյուրն առաջացնում է տարանջատում։ Արդյունքում գոյություն ունեն անվերջ շատ տիեզերքներ, յուրաքանչյուրում տարբերակ պատմության։ Մեկ այլ հիմք բազմատիեզերքի համար եկավ տիեզերաբանական ինֆլյացիայի տեսությունից։ Այս տեսությունը առաջարկված Ալան Գութի եւ Անդրեյ Լինդեի կողմից 80-ականներին ասում է, որ մեծ պայթյունից անմիջապես հետո տիեզերքն անցել է անհավատալի արագ ընդլայնման շրջան, կոչվում է ինֆլյացիա։ Մի փոքր մասնիկ վայրկյանի ընթացքում տիեզերքն ընդլայնվել է հսկայական գործակիցով, բայց ինֆլյացիան կարող էր չդադարել միաժամանակ ամենուր։ Մեր տիեզերքում ինֆլյացիան դադարեց եւ մեծ պայթյունը սկսվեց։ Բայց տիեզերքի այլ շրջաններում ինֆլյացիան կարող էր շարունակվել, ստեղծելով պղպճակներ, որոնցից յուրաքանչյուրն է առանձին տիեզերք, իր սեփական ֆիզիկական օրենքներով։
Այս պղպճակները կարող են ունենալ տարբեր տիեզերաբանական հաստատուններ, տարբեր քանակություններ չափումների, նույնիսկ տարբեր տարրական մասնիկներ։ Մեկ պղպճակում էլեկտրոնների զանգվածը կարող է լինել տարբեր։ Մեկ այլում լույսի արագությունը կարող է տարբեր լինել։ Բոլոր այլ պղպճակները գտնվում են այնքան հեռու և ինֆլյացիայի շրջանը դրանց միջև այնքան արագ է ընդլայնվում, որ մենք երբեք չենք կարող հասնել դրանց։ Երրորդ հիմքը եկավ լարային տեսությունից։ Լարային տեսությունը փորձ է միավորել քվանտային մեխանիկան և հարաբերականության տեսությունը մեկ տեսության մեջ։ Այն ասում է, որ տարրական մասնիկները չեն կետեր, այլ փոքրիկ թրթռացող լարեր։ Բայց լարային տեսությունը աշխատում է միայն, եթե գոյություն ունեն 10 կամ 11 չափումներ տարածության և ժամանակի, ոչ թե միայն 4-ը, որը մենք զգում ենք։ Լարային տեսության մեջ լրացուցիչ չափումները կոմպակտացված են այնպիսի փոքր չափերի, որ մենք չենք կարող դրանք տեսնել։ Բայց կան 10-ից 5050 տարբեր ձևեր կոմպակտացնելու այդ լրացուցիչ չափումները, և յուրաքանչյուր ձև տալիս է տարբեր ֆիզիկական օրենքներ։ Սա առաջարկում է, որ կարող են գոյություն ունենալ 10-ից 5050 տարբեր տիեզերքներ, յուրաքանչյուրն իր սեփական ֆիզիկայով։ Ուստի, արդյոք բազմատիեզերքը իրական է։ Մենք չգիտենք։ Հիմնական խնդիրն այն է, որ եթե այլ տիեզերքները գոյություն ունեն, բայց մենք երբեք չենք կարող դիտարկել կամ շփվել դրանց հետ, ապա արդյոք դա գիտություն է, թե փիլիսոփայություն։ Եթե մի բան սկզբունքորեն չի կարող դիտվել, արդյոք գիտությունը կարող է ասել որևէ բան դրա մասին։ Բայց մի քանի ֆիզիկոսներ պնդում են, որ բազմատիեզերքը լավագույն բացատրությունն է մի քանի տարօրինակ փաստերի համար։ Առաջինը, ինչու ֆիզիկական հաստատունները ունեն հենց այն արժեքները, որոնք թույլ են տալիս կյանքի գոյությունը։ Եթե էլեկտրոնի զանգվածը լիներ ընդամենը մի փոքր տարբեր, ատոմները չէին կարող ստեղծվել։ Եթե ուժեղ միջուկային ուժը լիներ մի փոքր տարբեր, աստղերը չէին կարող այրել։ Եթե տիեզերաբանական հաստատունը լիներ մի փոքր տարբեր, տիեզերքը կամ կհամալրվեր, կամ կցրվեր նախքան աստղերի ձևավորումը։ Ինչու բոլոր այս պարամետրերը ունեն հենց այն ճիշտ արժեքները։ Բազմատիեզերքը տալիս է մի պատասխան։ Եթե գոյություն ունեն անթիվ տիեզերքներ բոլոր հնարավոր հաստատուններով, ապա անխուսափելիորեն կլինեն մի քանիսը, որտեղ հաստատունները հենց ճիշտ են կյանքի համար։ Մենք ապրում ենք այդպիսի տիեզերքում ոչ թե որովհետև մենք հատուկ ենք, այլ որովհետև դա միակ տիեզերքն է, որտեղ մենք կարող էինք ապրել։ Սա կոչվում է անթրոպային սկզբունքը։ Բայց շատ ֆիզիկոսներ չեն հավատում բազմատիեզերքին։ Նրանք ասում են, որ դա անփորձարկելի է և հետևաբար ոչ գիտական։ Նրանք պնդում են, որ մենք պետք է շարունակենք փնտրել ավելի խորը տեսություն, որը բացատրում է, թե ինչու հաստատունները ունեն իրենց արժեքները, փոխանակ պարզապես ասելու դրանք պատահական են բազմատիեզերքում։ Վեճը շարունակվում է։ Բայց անկախ նրանից, թե ով է ճիշտ, հարցը ինքնին հրաշալի է։ Արդյոք մենք ապրում ենք մեկ տիեզերքում, թե անվերջ շատում։ Արդյոք մեր ֆիզիկական օրենքները միակ հնարավոր օրենքներն են, թե միայն մեկ հնարավոր տարբերակը անվերջ շատ հնարավորությունների մեջ։ Հիմա, երբ մենք հասել ենք տիեզերքի ամենամեծ հնարավոր մասշտաբին, եկեք վերադառնանք փոքր մասշտաբին։ Եկեք վերադառնանք քեզ։ Ոչ թե քեզ որպես մարմին, այլ քեզ որպես գիտակցություն։ Ինչ է գիտակցությունը։ Ինչպես է մարմինը, որը կազմված է մասնիկներից, որոնք հետևում են ֆիզիկայի օրենքներին, ստեղծում սուբյեկտիվ փորձ։ Ինչպես է էլեկտրոնների և նեյրոնների ակտիվությունը դառնում կարմիրի իմացությունը, երաժշտության հաճույքը, սիրո զգացումը։ Սա բացատրական բացն է, և այն մնում է լիովին անբացատրելի։ Մի տեսություն է, որ գիտակցությունը ի հայտ է գալիս բարդ համակարգերից։ Երբ մեծ քանակությամբ նեյրոններ միացված են բավարար բարդ ձևով, գիտակցությունը պարզապես երևում է։ Ինչպես խոնավությունը ի հայտ է գալիս աչքի երկու մոլեկուլների հավաքածուից, գիտակցությունն ի հայտ է գալիս նեյրոնների հավաքածուից։ Բայց այս տեսությունը չի բացատրում, թե ինչու բարդությունը պետք է առաջացնի սուբյեկտիվ փորձ։ Ինչու մի համակարգը, որը բավականաչափ բարդ է, սկսում է զգալ ինչ-որ բան։ Ինչու կա ինչ-որ բան նման լինելը այդ համակարգին։ Մի այլ տեսություն է, որ գիտակցությունը հիմնարար հատկություն է տիեզերքի, ինչպես զանգվածը կամ էլեկտրական լիցքը։ Սա կոչվում է պանպսիխիզմ։ Այս տեսակետից ամեն ինչն ունի մի փոքր գիտակցություն։ Էլեկտրոնները, քվարկները, նույնիսկ ֆոտոնները բոլորը ունեն մի փոքր ինչ գիտակցություն։ Երբ մասնիկները կազմակերպվում են բարդ համակարգերի մեջ, ինչպես ուղեղները, այդ փոքր գիտակցությունները միավորվում են ավելի բարդ գիտակցության մեջ։ Սա հնչում է տարօրինակ, բայց մի քանի լուրջ ֆիզիկոսներ և փիլիսոփաներ պաշտպանում են այն։ Մի պատճառը, որը նրանք տալիս են, այն է, որ գիտակցությունը կապված է տեղեկատվության ինտեգրմանը։
Ինտեգրված տեղեկատվության տեսությունը, առաջարկված նեյրագիտնական Ջուլիո Տոնոնիի կողմից, ասում է, որ գիտակցությունը համապատասխանում սխանում է համակարգի ունակությանը ինտեգրել տեղեկատվությունը։ Քո ուղեղը ինտեգրում է հսկայական քանակությամբ տեղեկատվություն։ Յուրաքանչյուր նեյրոն ստանում է ազդանշաններ հազարավոր այլ նեյրոններից և ուղարկում է ազդանշաններ հազարավոր այլ նեյրոններին։ Արդյունքը համակարգ է, որտեղ յուրաքանչյուր մաս կապված է բոլոր այլ մասերի հետ, ստեղծելով միասնական փորձ։ Բայց եթե գիտակցությունը կապված է տեղեկատվության ինտեգրմանը, ապա ցանկացած համակարգ, որը ինտեգրում է տեղեկատվություն, պետք է ունենա մի փոքր գիտակցություն։ Համակարգիչը, որը կատարում է բարդ հաշվարկներ, ինտերնետը, որը մոռացնում է միլիարդավոր սարքեր ամբողջ աշխարհում, նույնիսկ տիեզերքը ինքը, որը անընդհատ ինտեգրում է տեղեկատվություն իր ողջ ընդարձակության վրա։ Սա տանում է մեզ դեպի ամենաապշեցուցիչ հարցը. արդյոք տիեզերքն ինքը գիտակցություն ունի։ Հիշիր, որ մենք նախկինում խոսեցինք, թե ինչպես տիեզերքի կառուցվածքը նման է ուղեղի կառուցվածքին։ Գալակտիկաները կազմակերպված են նյութի պանզում, որը նման է նեյրոնների ցանցին։ Գալակտիկաները, որոնք փոխազդում են ավելի հաճախ, ձևավորում են ավելի ուժեղ ձգողական կապեր, ինչպես նեյրոնները, որոնք կրակում են միասին, ձևավորում են ավելի ուժեղ սինապսներ։ Արդյոք հնարավոր է, որ տիեզերքն ինքը մեկ հսկայական ինտեգրված տեղեկատվական համակարգ է։ Արդյոք հնարավոր է, որ տիեզերքն ունի մտքեր, զգացմունքներ, հիշողություններ, ինչպես մենք ունենք, բայց այնպիսի մասշտաբում, որը մենք չենք կարող պատկերացնել։ Դու կարող ես կարծել, սա պարզապես երևակայություն է, բայց հիշիր, որ մի ժամանակ մարդիկ կարծում էին, որ Երկիրը տիեզերքի կենտրոնն է։ Հետո մենք բացահայտեցինք, որ Երկիրը պարզապես մեկ մոլորակ է բազմաթիվ մոլորակների մեջ։ Հետո մենք բացահայտեցինք, որ մեր Արեգակը պարզապես մեկ աստղ է բազմաթիվ աստղերի մեջ։ Հետո մենք բացահայտեցինք, որ մեր գալակտիկան պարզապես մեկ գալակտիկա է բազմաթիվ գալակտիկաների մեջ։ Յուրաքանչյուր անգամ մենք բացահայտել ենք, որ մենք փոքր ենք և ավելի քիչ հատուկ, քան մենք կարծում էինք։ Ուստի թերևս հաջորդ քայլն այն է, բացահայտել, որ գիտակցությունը ոչ թե մարդու եզակի հատկությունն է, այլ հիմնարար հատկություն տիեզերքի։ Թերևս մենք ոչ թե տիեզերքի դիտորդներն ենք, այլ միջոցն ենք, որով տիեզերքը դիտարկում է ինքն իրեն։ Թերևս տիեզերքն առավել ճիշտ կոչվեր ներքնատիեզերք, համակարգ, որը գիտակցում և ճանաչում է ինքն իրեն իր անթիվ մասերի միջոցով։ Կամ թերևս ես սխալվում եմ, և գիտակցությունը իսկապես միայն ուղեղների արտադրանքն է։ Թերևս տիեզերքը հետևում է անգիտակից ֆիզիկական օրենքներին, առանց որևէ մտածելու կամ զգալու։ Մենք չգիտենք, և թերևս մենք երբեք չենք իմանա։ Բայց հարցնելը ինքնին մեզ դարձնում է ինչ-որ բան հատուկ։ Քանի որ մենք այն էակներն ենք, ովքեր կարող են հարցնել այս հարցերը։ Մենք այն մասերն ենք տիեզերքի, որոնք արթնացել են։ Եկեք հիմա խոսենք մի բանի մասին, որը ինձ առավել ավելի ապշեցնում է, քան բոլոր այլ բաները, որոնց մենք անդրադարձել ենք։ Ապագայի մասին։ Տիեզերքի ճակատագրի մասին։ Տիեզերքը սկսվել է մեծ պայթյունով 13 միլիարդ 800 միլիոն տարի առաջ։ Այն ընդլայնվում է, այն արագանում է, ուստի ինչ կտեղի ունենա հետո։ Մի սցենար է, որ տիեզերքը կշարունակի ընդլայնվել հավերժ։ Գալակտիկաները կհեռանան միմյանցից ավելի ու ավելի արագ։ Վերջապես, դրանք կլինեն այնքան հեռու, որ լույսը նրանցից երբեք չի կարող հասնել մեզ։ Երկնքը կդառնա ավելի ու ավելի մութ, մինչև յուրաքանչյուր գալակտիկա կմնա միայնակ խավարում։ Աստղերը կշարունակեն այրել իրենց միջուկային վառելիքը, մինչև սպառվի։ Մեր Արեգակը կդառնա կարմիր հսկա մոտավորապես 5 միլիարդ տարում։ Այն կընդլայնվի և կլինի